Մենք իրար չենք տեսնում, բայց հասկանում ենք կես բառից։ Լրատվական ռադիո FM 106.5 Բարելույս բոլոր նրանց, ովքեր օրը նախընտրում են սկսել լրատվական ռադիոյի հետ։ Մեր եթերում Թարմ ուղեղով հաղորդաշարն է, այսօր տաղավարում կաշխատեմ ես Սաթեն Միքայելյանը։ Թարմ ուղեղով զրուցակիցս այս առավոտ քաղաքագետ Օրեր AM եւ Վիդեոլուր AM։ Լրատվական կայքերի հիմնադիր տնօրեն Վարուժան Բաբաջանյանն է, ողջույն։ Ողջույն։ Ինչպես եք օրը սկսել։ Շատ թարմ ուղեղով։ Փորձենք տեսնել մեր լրահոսում ինչ հետաքրքիր լուր կա, լսենք այն հետ քննարկենք։ Թուրքիան ավելի վաղ է սկսել նախապատրաստվել այս տարվա ապրիլի 24-ին, նախորդ տարվա աշնանարված հայտարարությունը դրա վառապացույցն է, կարծում է վերլուծաբան Ստեոպա Սաֆարյանը։ Արդեն անցած տարվա աշնանը այն հայտարարությունը, որ ինքը ի պատասխան ապրիլի 24-ին նշել է Գարիպոլի կամ Չանաքալի պատերազմի 100-րդ տարին եւ նույնպես հրավիրում է աշխարհի 102 երկրների ղեկավարների բացահայտորեն ուղղված էր ապրիլի 24-ին Հայաստանի կողմից նախաձեռնված այդ արշավին։ Նրա խոսքերով Թուրքիան մասամբ կարողանում է հասնել իր ուզածին։ Սաֆարյանի կարծիքով 2015 թվականի ապրիլի 24-ից մեծ ակնկալիքներ ունենալ պետք չէ։ Ես պիտի ասեմ, որ մասամբ Թուրքիան հասնում է իր ուզածին։ Պիտի ասեմ, որ Երևանը չի կարող շատ մեծ ոգևորություն ունենալ, որ աշխարհը իր հետ ձեռնարկաբերդում ոգեկոչում է 15 թվականի 100-րդ տարեից։ Առհասարակ եմ, որ ասում ենք մեր ակնկալիքները չեն արդարանալու ու շատ մեծ սպասումներ չունենք։ Առհասարակ ինչ ակնկալիքներ պետք է ունենայինք, ինչ ենք մենք կապում այդ օրվա հետ։ Ստեոպայի կարծիքը լիովին կիսում եմ, մեծ ակնկալիքներ ունենալ ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից ուղղակի անտրամաբանական է։ Տրամաբանական է նաև Թուրքիայի քայլերը, թուրքական կողմի, ես չգիտես ինչու միջազգային քաղաքականությունը փորձում ենք դիտարկել ինչ-որ բարոյական հարթություններում։ Բայց սկսենք նրանից, որ քաղաքականության մեջ բարոյականությունը տեղ չունի եւ դա աքսիոմատիկ ճշմարտություն է, բազմիցս ապացուցված։ Նաև եթե երկրի շահ, պետության շահ ակնկալել, որ այնտեղ բարոյական բաղադրիչներ պետք է մտցնել, ամենաբարոյականը նա է, որ դու քո պետության շահերը կարողանաս առաջ բռնել։ Մի անգամ մեր եթերում Արա Պապյանը հետաքրքիր ձևակերպում արեց, որ Թուրքիան կարծես թե հիասթափված է նույնիսկ մեզնից, որովհետև ավելի լուրջ վերաբերմունք էր մեր կողմից սպասվում, ինքն էլ կոնտրքայլեր էր նախապատրաստում, բայց տեսա, որ այսպես մենք առանձնապես ինչ-որ բան չենք անում, ինքն էլ ընդհանրապես ինչ-որ Գալիպոլի ճակատամարտ եւ այլն։ Ինչ որտեղ համաձայն եմ, հայ ժողովրդի պատմությունը պաթոսի վրա հիմնված պատմություն է։ Անկամ այս 100-ամյա տարելիցի դեպքում մենք ավելի շատ շեշտադրումներ ենք անում պաթոսի վրա, քան իրական քայլերի, իրական ճանաչման արշավների։ Բավարարվում ենք մեքենաների վրա անմոռուկներ կպցնելով, միշտեր այդ անմոռուկները ավելի շատ ոչ թե պետք է մեր քաղաքացիների աչքը կողել, այլ միջազգային հարթակներում փորձել տարբեր ձևերով թեկուզ գումարներ ծախսելով, վերջ-վերջո դա լոբբինգ է։ Մենք շատ վատ ենք կազմակերպել լոբբինգը, եթե ինչ-որ միջոցառումներ աշխարհում տեղի են ունենում, մի քիչ ավելի լուրջ, մի քիչ ավելի, օրվա խորհրդին համահունչ, կազմակերպում են կրկին հայկական համայնքների, ուժերով, միշտեր մենք կրկին բավարարվեցինք ոչինչ չասող պաթոսային, հռչակագրերով, որոնք մեծ հաշվով ոչ մի էական փոփոխություն չեն մտցնում, որովհետև խելոքները, չգիտես ինչու այդպես էլ ցեղասպանության ճանաչման կոնցեպցիա միջօրինեցին, չտվին ծրագիր, ռազմավարություն, չտվին մենք ինչ ենք ուզում, ինչ ակնկալիքներ ունենք, արդյոք սա բարոյական, եթե բարոյական արշավ է, օքեյ, կարելի է եւ պաթոսով անել, բայց եթե կա կոնկրետ ակնկալիք ճանաչման հետ կապված, ես կարծում եմ, որ ավելի ռեալ եւ լուրջ քայլեր պետք է մտածել։ Այո, ասում եք ընդհանուր ռազմավարություն, ես համաձայն եմ, մենք ընդհանուր հայեցակարգ չունենք, մենք ինքներս մեր ներսում էլ դեռևս չենք պատկերացնում ինչ ենք ուզում, ուր մնաց թե դա մի հատ էլ այդպես ձևակերպենք ու ներկայացնենք միջազգային հանրությանը։ Ինչպես էսպես ստացվեց, այսինքն այնպես չի, որ մեծ խելքերի պակաս ունեցող ազգ ենք, այնպես չի, որ դեք այնպես էլ չի, որ ավելցուկ ունենք մեծ խելքերի։ Հասարակությանը սովորաբար կերակրում են նրանով, ինչ որ ինքը ուզում է ուտել։ Մեր հասարակությունը ինքը պաթոսի վրա կրկին պաթոսով դաստիարակված, պաթոսով մեծացած ռեալ քայլերի ոչ ունակ հասարակություն է դարձել։ Ցավոք սրտի մենք արդեն հասարակության մեջ են առողջ ծիլերը, որ կան, դրանք էլ են սկսել մեռնել, այս համընդհանուր ժխորի, այս համընդհանուր չկամության, քաղաքական եւ քաղաքացիական անգրագիտության համատարած, գիտեք, վերջին շրջանում հետևելով նույն Facebook-յան հարթակներում, նույն լրատվական կայքերում հասարակական կարծիքի ալիքները անկեղծ ասած խոր հիասթափություն է ապրում։ Մեր
հասարակության մեջ նախ սկսենք նրանից, որ բացակայում է դիալոգը։ Մենք դիալոգ չունենք, բոլորը ի վերուս ճիշտ են, իշխանությունը իր քայլերում է ի վերուս ճիշտ, ընդդիմությունը իր հասարակության ցանկացած անդամ իր քայլը։ Երբ որ դու արդեն իսկ աստվածային ճշմարտությամբ եկել ես հասարակական հարթակ, արդեն դիալոգի մասին խոսք գնալ չի կարող։ Ոչ մի երկխոսություն հասարակության մեջ չկա, եւ հենց այս նույն ցեղասպանության հետ կապված այս պաթոսը, որ շպրտվել է հրապարակ, նորմալ է, որովհետեւ այդպեսին է քո հասարակության որակը։ Դրանից ավել ռեալ քայլեր, լուրջ դիալոգներ ի վիճակի չես հասարակությունը։ Վերջի վերջո պիտի խոսենք չէ՞ այդ մասին։ Մենք տարիներ շարունակ ժողովրդի հետ, ժողովրդի համար ժողովուրդ բռնաբար ժողովուրդ բառը չի կարելի ժողովրդին այն մարդիկ ովքեր որ հասարակական հարթակներում են նախապատրաստել Այդպես չի որ ժողովուրդները իրենք իրենցով լուրջ արժե համակարգեր են ձեռք բերում, այդ արժե համակարգերը պետք է ներդնել։ Մինչդեռ նույն որակի են թե ընդդիմությունը, թե իշխանությունը, թե բոլորին դիմախոսները նույն որակի են, ի վերուս ճիշտ ենք, բայց Հայաստանում այդքան ճիշտ մարդ կա, ինչա խնդիրներ է այսքան շատ։ Եթե մենք բոլորս գիտենք ճշմարտությունը, խա մեր երկիրը այս վիճակի։ Նույն քաղաքական հարթակներում, հա, ցանկացած դիալոգ դատապարտված է հասարակական պարսավանքի։ Ցանկացած դիալոգ, եթե հանկարծ որևէ դիմադիր քաղաքական ուժ, այսպես ռիսկ անի իշխանությունների հետ որևէ հարցում դիալոգի գնա, ինքը արդեն իսկ նույն հասարակության մեջ դառնում է դհոլ, չգիտեմ, ծախու արարած Վերջի օրինակը հիշում ենք հաճախորդ բառը հատկապես։ Ես չգիտեմ նրանց որ մասն է հաճախորդ եւ որ մասն է անկեղծորեն գնում։ Տեսեք, օրինակ նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանը երկխոսության մի քանի փորձեր կատարեց, սկսած մարտի 1-ից հետո մինչև վերջի հայտնի նամակ։ Ըստ Տեր-Պետրոսյանը հասկանալով որ հասարակությունը իրեն կհոշոտի պարզապես, իսկ թվում է հետ քաշ։ Գիտեք ինչի, որովհետեւ անկեղծությանը չեն հավատում, որովհետեւ չեն հավատում, որ դա գնում ես դիալոգի, գնում ես այսպես ինչ որ կոմպրոմիսի գալու, որովհետեւ այդպես նպատակ կա լավը դարձնել Մենք ունենք այն ինչ ունենք։ Ռոբերտ Քոչարյանը Լևոն Տեր-Պետրոսյանի շարունակությունն է։ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի շարունակությունն է։ Այսինքն մեր եւ լիդերները ընդդիմադիր եւ ընդդիմադիր եւ իշխանական համակարգերը նույն համակարգի, նույն քաղաքական համակարգի բաղկացուցիչ մասն են։ Այդ դրա համար էլ ոչ մեկ չի հավատում իրենց անկեղծությանը։ Ստեղծվի նոր ուժեր։ Ով է խանգարում։ Հիմա գանք այդտեղ, ինչպես ստեղծվեն այդ նոր ուժերը։ Եթե ես իմանայի Հայաստանում իշխանափոխության ու որակական փոփոխությունների բանաձևը, թերևս ես այդ լուծումը կտայի, բայց ես կհրաժարվեմ հասարակական այսպիսի բևեռացվածության պայմաններում, ուղղակի կհրաժարվեմ, երբ որ չկա դիալոգ հասարակական, երբ որ բոլորը ի վերուս ճիշտ են, ես անելիք չունեմ այդ դաշտում։ Անկեղծորեն չունեմ, որովհետև ցանկացած բանավեճ, թե Facebook-յան, թե հեռուստատեսային, լապտոպից է, իրար ցեխ են շպրտում, ոչ մի կոմպրոմիս չկա։ Եթե հասարակության մեջ կոմպրոմիս չկա, այդ հասարակությունը մեռնում է։ Ընդհանրապես կին, ամուսին, ընտանիք, ցանկացած հարաբերությունների մեջ եթե չկա կոմպրոմիս, կա բևեռացվածություն։ Այդ ընտանիքը մեռնում է, չի կարող գոյատևել։ Հիմա նույն մենք ենք, ասենք Սեֆիլյանի կողմնակիցները, իրենք են փրկիչները վերջ, իրենց հետ չես կարող նստել այլ դիալոգի։ ՀԱԿ-ի կողմնակիցները, նույնը, չգիտեմ, իշխանության կողմնակիցները, թերևս ավելի adekvat են երբեմն գտնում իշխանական գործիչները, քան տարօրինակ բան եմ ասում, որ ընդդիմությունը ընդհակառակ ազատ խոսքին ավելի շատ, հա, այսպես տեղ տար։ Հիմա դուք նայեք մեր հասարակական քննարկումների որակը։ Եթե որևէ մեկը, որևէ խմբի կամ խմբակի կարծիքին դեմ կարծիք է արտահայտում, ես գրել եմ այդ մասին իմ վերլուծականում, սրան պետք է սպանել, վառել հրապարակում, սա, չգիտեմ, սա թուրք է, չգիտեմ, ծախված է ամենակարևորը։ Տեսեք, երբ որ այդ որակի դիալոգի մեջ ես չեմ կարող ասել, թե ինչպես կարելի է նոր քաղաքական որակ կամ ուժ ձևավորել։ Այս դրա մասին եմ խոսում, տեսեք, վերջին մեր ազգային ժողովի նաև դեպքերը ցույց տվեցին, որ ընդդիմությունը շատ ավելի վատ է ընդունում ընդդիմախոսություն իրենց հանդեպ, հա։ Դրա համար եմ ասում, երբ մենք խոսում ենք, ասենք Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, որ փորձում էր դիալոգ ստեղծել, Լևոն Տեր-Պետրոսյանն ինքն իր կառույցում նույնիսկ այդ ժողովրդավարությունը չունի, այսինքն եթե մենք փորձենք հասկանալ ինչ է ուզում ՀԱԿ-ը, դա միայն Լևոն Տեր-Պետրոսյանի անձնական սուբյեկտիվ կարծիքն է, ու դրա համար չկա վստահություն, ու դրա համար չկա վստահություն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ուզում է բանավեճ, որովհետև դա անհրաժեշտ է, անհրաժեշտ է միայն իրեն։ Սարգսյանը եւ Լևոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը եւ ընդհանրապես բոլորը այս նույն հասարակության մասնիկներն են։ Դրա համար պետք է դժգոհել, եթե մենք ինքներս այդպես առաջնորդվում են այդ նույն հասարակության ճաշակով։ Չի կարող քաղաքական գործիչ, որ քաղաքականությունն էլ է, չէ, որոշակի շուկա է, որտեղ դու վաճառքի ես դնում ճակերտներում քո ծրագրերը հետագայում իշխանության գալու համար։ Եթե շուկատ կեղտոտ է, եթե շուկայում հավաքարարը չի մաքրում, եթե շուկայից հոտ է գալի, եթե շուկան լճացած է, բնականաբար այնտեղ վաճառողները սկսում են ապրանք վաճառել առանց սափրվելու կեղտոտ շորերով, նույն բանն է, նույն։ Ես մի հատ թիվ ասեմ, որպեսզի ավելի հասկանալի լինի, թե
ինչ որակի հասարակություն ենք մենք ստեղծել։ Օրեր եմ կայքում ես կարդացի երեք, որ չգիտեմ, վերջի որ տարիների ընթացքում Եվրոմիությունից քաղաքական ապաստան է խնդրել Հայաստանի 5000 քաղաքացի։ Ես ինքնասպան կլինեմ, եթե որևէ մեկին ապացուցի, որ Հայաստանում 5000 հոգու նկատմամբ այնպիսի ռեպրեսիաներ են երբևիցե իրականացվել, իսկ մարտի 1-ին այդպիսի ծավալներ չեն եղել, որ անհրաժեշտություն է առաջացել քաղաքական ապաստան խնդրելու։ Ինչից է մենք սիրում ենք ամեն ինչի ձրին։ Հայաստանը պետք է լինի սովետական միության ժամանակվա կոլխոզի պահեստ, որից կարելի է տանել, գողանալ, թալանել ու ապրել։ Ու երանությամբ հիշել այդ օրերը։ Երանությամբ, չնայած սովետի ժամանակ էլ քննադատում էին նույն սովետական խորհրդային միությանը, էլի դժգոհ էին։ Գիտեք ինչ, շատ հետաքրքիր տպավորություն է, որ հիմա հասարակական որևէ շերտ, որը դնում է իշխանապողության պահանջ, ուզում է Սերժ Սարգսյանին փոխարինել իր Սերժ Սարգսյանով, Հովիկ Աբրահամյանին փոխարինել իր Հովիկ Աբրահամյանով կամ Գալուստ Սահակյանին իր Գալուստ Սահակյանով։ Ինքը ստեղծել իրենց համար զոնտիկ, որի տակ իրենք շարունակեն թալանել, օգտվել։ Լավ, ընդունենք, իշխանապողությունը անհրաժեշտություն է, ինչպես շատ հռետորաբանությունների մեջ կա, օրհասական է, պետք է, օքեյ, փոխենք իշխանությունը։ Նախ սկսենք նրանից, որ մեր համակարգը, քաղաքական համակարգը ընդդիմադրից միջև իշխանություն վերից բար խրված է կոռուպցիայի մեջ։ Վերից բար խավոր սանիկական կոռուպցիոն հարաբերությունների մեջ են։ Կոռուպցիան միայն այդ կաշառքը չէ, հաշվել տալ վերցնել։ Կոռուպցիան ինքը շատ ավելի մեծ եզրույթ է։ Ես ուզում եմ տեսնել որևէ քաղաքական ուժի կողմից, թե ինչպես է ինքը պատկերացնում այսպիսի ճահճի։ Վերջ-վերջո չես կարող, չէ, Հայաստանում եթե կա 50000 կամ 60000, չեմ տիրապետում թվին, պետական համակարգի աշխատողներ, իրենց ավելի շատ, չգիտեմ, 100,000 կապ չունի։ Հայաստանում կա այնքան կադր որակյալ, որ գաք դուք ամբողջական այս համակարգը արմատախիլ անեք, փոխարենը նշանակեք, չկա գոյություն չունի, իսկ դուք վերջ-վերջո ստիպված եք նույն այդ կոռուպցիոն բուրգի հետ աշխատելու։ Մեր մոտ դրված չի քաղաքական համակարգի փոփոխության խնդիր։ Մեր մոտ դրած է, կրկնում եմ, Սերժ Սարգսյանին իրենց Սերժ Սարգսյանով փոխարինելու խնդիր։ Պետք է սկսել դիալոգներ։ Պետք է հասարակական ճնշումով փորձել առողջացնել, որովհետև չունենք մենք այդ պոտենցիալը։ Հայաստանում քանի ինտելեկտուալ մարդ կա։ Չէ, այնպես չի որ չկան։ Հա, բայց դուք ուղղակի ասպարեզում չեն։ Դե զրոյից չեք կարող ապահովել այդքանը։ Ու աշխարհում է այդպես։ Ինչ եմ ուզում ասեմ, երբ որ բևեռացված է ամեն ինչ, որ կոնտակտ չկա, շփում չկա, տանում է նրա իշխանությունը իր տեղում է լճանում։ Ընդդիմությունը իր տեղում, հասարակությունը իր տեղում, որովհետև իրանք ապրում են լրիվ առանձին կյանքով, մի հատ փակ վակուումի մեջ, տարբեր իրականությունների մեջ, բոլորովին տարբեր։ Մենք նախախորհրդարանից սկսեցինք սկզբից ինչ որ շեշտեցինք, բան, երևի ինձ կքննադատան այս խոսքի համար, բայց հերթական հիասթափություններ, որովհետև մարդիկ գոնե մարդկանց ինչ որ մի մաս հույս է կապում, հա, այս կամ այն նոր ստեղծվող ուժի հետ, որը հետո այսպես հիասթափություն են կապրում։ Հիմա պարոն Բաբաջանյան շատ այսպես վատատեսական ստացվեց, բայց արդյոք մեր հասարակության մեջ ոչ մի առողջ ուժ չի մնացել ու պարտադիր չի դա լինի իշխանափոխության ջատագով, պարտադիր չի այսպես գնալ ծայրահեղ ռեակցիոն ճանապարհով, հա, պարզապես առողջ ուժ հասարակական, որը կհամախմբի այդ առողջ մասնիկներին։ Եթե դիտարկենք, ասենք Facebook-ը որպես հասարակական, հա, կարծիքի հայելի, որ մեծամասամբ այդպես է, այսինքն ամբողջ ակտիվը ներկայացված է, թե որպես ուժ, թե հասարակական հոսանքներ, այդ adekvat իրական, հա, փոփոխությունների պատրաստ հատված այնքան քիչ է։ Այդ առողջ հատվածը այնքան սեղմ է, որ ես մի առիթով ասել եմ այդ մասին, մարդիկ չտեղավորվելով որևէ դաշտում մտել են թրոլինգի ու սոցիալ կայֆավատի դաշտ կներեք արտահայտության համար, դա արդեն բավական հայտնի արտահայտություն է։ Ինքը այդ ուժերը խեղդվում են այդ հեղձուկից իրար չհանդուրժելու, այդ անընդհատ լապ թափելու, այդ 100%-անոց ճշմարտախոսների մեջ իրենք այնքան քիչ է նույն հասարակության մեջ այդ առողջ հատվածը։ Պետք է ազնվություն ունենալ եւ ասել։ Պետք չի անդադ կներեք, ասել մենք 5000-ամյա պատմություն բան հարամեցին եւ այդ պատմությունը եւ զզվացրին իրենց այդ պաթոսով որևէ կառուցողական բանավեճ, եթե չկա հասարակության մեջ կառուցողական բանավեճ, խոսել առողջ ուժերի մասին անկեղծ ես առողջ ուժ Հայաստանի քաղաքական դաշտում չեմ տեսնում։ Հանրապետական դաշտում, հասարակության մեջ շատ քիչ են։ Ցավոք շատ քիչ են։ Այդ նույն adekvatներին երբ որ ասում եք, ախր այսպես կողք նստել ու ծապ տալն էլ մի բան չի, դա էլ արդեն կառուցողական չի։ Դե ես հիմա համոզված եմ, որ այս հարցազրույցից հետո ինձ լիքը քննադատողներ կլինեն, բայց դե ոչինչ, դուք կարծում պատրաստ եք։ Հա, ես իմ կարծիքը ասում եմ, դա չի նշանակում, որ չէ։ Չէ, այստեղ ազատ հարթակ է, այնպես որ հա։ Կողքի նստած չենք բնականաբար, եւ չեմ ասում, որ մենք ճիշտ ենք։ Հարգելիս, բերեք այդ դիալոգի մեջ հասկանանք, որն է ճիշտը։ Միգուցե այդ պաթոսն է պետք։ Միգուցե այդ կեղծ բարեպաշտությունը, այդ կեղծ բարեպաշտության մեջ հասարակությունը արդեն հիվանդացել է։ Նույն հասարակ սկսենք անառողջ քննարկումներից Քարդաշյանի Հայաստան այցի հետ կապված։ Մենք տպավորությունն է այսպես, որ որևէ մեկը Հայաստանում ամուսնական կյանքով չի ապրում։ Գիտեք, շատ ծիծաղելի քննարկումներ են, երբ նա թոք շոուի համաշխարհային
սկանդալային, մեծագույն թոք շոուներից մեկի, որին դիտում են աշխարհում գրեթե բոլորը, հիմնադիրն է եւ վարողը, եւ բնականաբար իր սցենարի մեջ մտնում է նաեւ որոշակի սկանդալային հայտարարությունները։ Այդ անառողջ արձագանքը, որ այդ փչացածը գալիս է Հայաստան, ոդկը չդնի հայոց սուրբ հողին, չգիտեմ, պատկերացնում եք ինչքան ծիծաղելի է։ Բայց մենք ժամանակ աղոհացով ենք դիմավորում։ Եվ այդ գրողները նորմալ է որ դիմավորում են, շատ նորմալ է, մարդը լինելով համաշխարհային մեծության աստղ, գալիս է Հայաստան, մի կողմ դնենք որ գալիս է ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընթരാճ։ Կարելի է այդ այցը օգտագործել կամ կարելի է դեռ, եթե կան սթափ մարդիկ, թող ինձ լսեն, կարելի է օգտագործել Հայաստանում туриզմի նոր դիմագիծ զարգացնելու։ Վերջիորոշու Քարդաշյանին բոլորը ճանաչում են։ Վերջիորոշու եթե նրան դուք տանում եք, չգիտեմ, Գառնի Գեղարդ կամ ինչ որ այլ վայրեր, նկարում եք, ամբողջ համաշխարհային մամուլն է դնում, իմանում որ Հայաստանում կան այսպիսի բաներ։ Հասկանում եք, ես Եվրոպայում եմ եղել, շատ երկրներում եմ եղել ու շատ տեղերում Հայաստանի մասին ուղղակի պատկերացում չունեմ։ Գիտեն որ Քարդաշյան, բայց որևէ մեկը չգիտի մեր որևէ հետաքրքիր վայրի մասին։ Եթե հետաքրքիր տուր կազմակերպել, ռոպագանդել Քարդաշյանը եղավ այստեղ, դուք պատկերացնում եք, դա ինչ ազդեցություն կարող է ունենալ туриզմի զարգացման վրա։ Իսկ մենք չենք անում։ Մենք չենք անում։ Պատկերացնում եք Սերժ Թանկյանը որ գա։ Հիմա Սերժ Թանկյանը երբ որ չի բարձրաձայնում իր կենցաղի մասին, ավելի բարոյական է կամ անբարոյական, ամեն մարդ ապրում է իր կյանքով, նրանք աստղեր են։ Նույնիսկ Հայաստանում, բազմաթիվ սկանդալներ են լինում։ Այսինքն մենք բոլորին բռնենք, վառենք, տանենք, ասենք մեր սուրբ հողի վրա դուք զուգընկեր չունենաք։ Այստեղ մենք չենք փորձում առողջ դիալոգի միջոցով Հայաստանի համար լավ արդյունքներ ունենալ։ Ինչի մասին է խոսքը։ Շատ հաճախ երբ նման թեմաների մասին ենք խոսում, գալիս ենք մի պարզ ճշմարտության, որ պարզապես սերնդափոխություն է պետք, որովհետև այն մարդիկ ու մեծ մասը հիմա մեր հասարակության դրանք ամեն դեպքում Խորհրդային Միությունում ապրած, Խորհրդային Միությունը իրենց հայրենիք համարող, ինչ որ չափով ինչ որ այստեղ մտածելակերպի խնդիր կա, այսինքն մեզ ամեն դեպքում սերնդափոխություն է պետք։ Հիմա թե որ պահին դա կգա, որ պահին ինչ որ սերնդափոխությունը կլինի, երբ այս սերնդին դաստիարակողն արդեն մարդիկ են, ովքեր քիչ թե շատ լրիվ ուրիշ Հայաստանն են տեսել, լրիվ ուրիշ Հայաստանն են ապրում։ Սերնդափոխության մեջ էլ վակուում կա մեծ։ Հիմա տեսեք։ Այդ ուզում ասել, արդյոք այդ շղթան բնական զարգացման կգնա, թե ինչ որ մտեղ կկտրվի։ Բնական զարգացման մասին խոսելն ավելորդ է, երբ որ հասարակական հարթակներում ամենաակտուալը այս կամ այն պաշտոնյային հայհոյելն է, այս կամ այն գործչին հայհոյելն է։ Ես չեմ ընդունում նույն Յեսեֆիլյանին հայհոյողներին եւ անձնական, այսինքն մենք մտել ենք արդեն շատ ճղճիմներ։ Փորձեք նայել Facebook-ում ամենաշատ լայքեր հավաքող ստատուսները, դրանք ճղճիմ չկայացած մարդկանց ինչ որ հայհոյանքներն են այս կամ այն ընդդիմադիր կամ իշխանական, այսինքն եթե նա ընդդիմադիր է հայհոյում է իշխանական գործի բոլորը հրաշալի է, շատ դուխով տղա է գնում են լայքում եւ հակառակ, եթե իշխանականն է կամ միջին օղակ ինչ որ մեկը։ Դեք մի հատ նայեք, ովքեր են հայհոյում կամ քննադատում։ Մեծամասամբ չկայացած, նույնիսկ փողոցում երբեք կռիվ չհաղթած, նույնիսկ փողոցային, չգիտեմ, աղջիկների շրջանում, այսպես անհաջողակ ինչ որ տպեր, որոնք Facebook-ում հերոսներ են խաղում։ Շատ վատ երևույթ է։ Այսօր ամենաակտուալը եւ թոփայինները դրանք են։ Իհարկե բացառություններ կան, բայց ընդհանուր փորձեք մի հատ լուրջ առաջարկով հանդես գալ Facebook-ում, քեզ ոչ միայն չեն նկատի, արդեն ինձ թվում է Ցուկերբերգը ինքը ջնջում է այդ բաները, որովհետև գիտի որ հայերը չեն կարդալու։ Հետաքրքիր է, որ մենք Facebook-ը այդքան շատ ենք մտցրել մեր կենցաղ, ու հիմա այսպես խոսելով մեր իրականության մասին, Facebook-ի մասին չենք կարողանում մոռանալ։ Մենք Facebook-ից ենք իրականում իմանում հասարակական, եւ դա միայն Հայաստանում չէ։ Չենք լավ հայելի է հասարակական կարծիքի բազմաթիվ երկրներում նույնիսկ հեղափոխության համար միմյանց կապելու, այսպես հետաքրքիր գործիք է եղել, եւ ցավոք ասում եմ հայելին դա է։ Դուք գիտեք, ախր անգամ ամենափոքր հումորային ինչ որ մի գրառման տակ այնպիսի աղբ թարախ ու նախանց կկարդակ։ Ես վերջերս Blog News-ը մի հետաքրքիր բան էր արել, ասենք Facebook-յան ակտիվիստների մեջից փեսացուներ, հարցնացուներ, այսպես հետաքրքիր նյութեր։ Դուք երևի հազարավոր կոմենտներ ու բոլորը նեգատիվ։ Ոչ մեկ չի ուզում ժպտա։ Այս հասարակությունը ողբ ասիրում, ողբ։ Դե մեզ այդպես եմ դասիրակի պարոն Մամաջանյան։ Մենք կարծենք մեր հայոց պատմության դասագիրքը դպրոցից են փոքր տարիքից ու մենք այսպես ցեղասպանվածի, կոտորվածի հոգեբանությամբ ենք մեծանում։ Համացանցում ինչ ուզեք կարող եք նայել։ Չէ, համացանցին հասնել եմ մինչև մի հատ նայենք մենք մեր պատմությունը, էլի, այսինքն մեզ են մեր հերոսական դրվագները այդքան ծավալուն չենք դասավանդում դպրոցում, ինչքան ասենք բացասական։ Այսինքն մենք մեծանում ենք կոմպլեքսավորված։ Չէ, այդպես չի, բայց ով ասաց որ պատմությունը լրիվ պետք է այսպես ոնց կա այդպես
կներվի պատմությունը գիտենք, որ ամենաշատ սուտ բանը այդտեղ է։ Այսինքն կարելի է գոնե ես անձամբ եմ ասում, ինքս շատ կոմպլեքսավորված ես մեծանում։ Այսինքն երբ դու այդ պատմությունն ես ուսումնասիրում, դու կոմպլեքսավորված քաղաքացի ես մեծանում։ Ամորու կարշավը հենց դրա արդյունքն է։ Բա տեսեք։ Գիտեք, մենք ոչ հողեղեն արժեքների հասարակություն ենք։ Դե պետք է գաղափարներն են բերել այդ դաշտ, այսինքն մենք այդպեսին ենք։ Այս քննադատությունը, որ ես հնչեցնում եմ, բնականաբար ես հասարակության մի մասնիկն եմ, իր բոլոր առավելություններով ու թերություններով։ Հիմա տեսեք, շատ հետաքրքիր բան ասեմ ձեզ։ Մենք բոլորս մեր հասարակության մեջ սիրում ենք անել խախտումներ, բայց այնքան բևեռացված ենք, որ եթե մեր արարքը կատարում է որևէ, չգիտեմ, հարուստի զավակ կամ որևէ հարուստ անձնավորություն, մենք բոլորս նրա վրա լափ ենք թափում, բայց ինքներս մենք չենք ուզում դաստիարակենք։ Համաձայն եմ, դպրոցում մեզ դաստիարակել են որպես ողբացող, բայց հասարակության մեջ ով է մեզ մենք բոլորս սիրում ենք խմած մեքենա վարել, ինչ որ զարտուղի ճանապարհներով, հետո պետավտոտեսուչի հետ լեզու գտնել։ Մենք բոլորս սիրում ենք հարկեր չվճարել։ Բոլորս, ինձնից սկսած, ձեզանով վերջացրած։ Բոլորս սիրում ենք, չգիտեմ, մեքենայի ամրագոտիները չկապել, փողոցը հատել արգելված վայրով։ Ու դա կարելի է, եթե դու արդեն իսկ այդպիսին ես, այն որ հետո մտնում գրում ես, որ այս հարուստի լակոտները երգիրը կերան, ժամանակում դու ինքդ ես ուզում դառնաս հարուստի լակոտ։ Դա ինչ կապ ունի դաստիարակությանը դորը դպրոցում։ Պաթոս ողբ հասկացան, գնացեք անմոռուկներ կպցրեք, տակը մոմեր վառեք, լացեք, ողբացեք, շուտ մի հատ ջպիտ տեսնելիս ամբողջ ազգով հարցակվեք։ Հիմա լավ էր, ճիշտ էր, սխալ էր, մարդիկ են չարժեր 5 օր ամբողջ օրը ղժղժալ, ճվճվալ, հիստերիայի մեջ ընկնել։ Սխալ են արել, գրեցիք, օքեյ, անցավ գնաց, ինչի։ Այսինքն մենք սիրում ենք բոլորս խախտել օրենքներ, անել վատ բաներ, բայց չենք սիրում նախ սկսենք դաստիարակությունը մեզանից։ Դե դրա համար մի լավ ասացվածք ունենք, չէ՞, մեր աչքի գերանը չենք տեսնում, դիմացի աչքի փուշն ենք տեսնում։ Դե շատ վատ է։ Տեսեք, ասենք, երբ որ կառավարությունը օրենսդրական նախաձեռնությամբ էր հանդես եկել շրջանառության հարկի մասին, բոլորն ասում են, դե բոլորը խոշորների տեղերը գիտեք, բայց համատարած բոլորս խափում ենք։ Բոլորս խափում ենք համատարած, հենց փորձում են ինչ-որ կետից սկսած այդ պոչը բռնել, մեղավորներ բոլորս գիտենք մեղավորների տեղը այդպես չի։ Դու մի խախտի, հասարակության մեջ հարուստները, ասենք 5% են, ոչ հարուստները միջին խավը 95։ Եթե 100% հասարակության խախտում է օրենքը, այսպես է իմ ասած բաներով։ Նայ այս 95%-ը, երբ որ ամեն մեկս մեզ հաշիվ կտանք, երբ որ պետական մտածելակերպ կունենանք, երբ որ կհասկանանք, որ այն ինչ որ ասում է չի կարելի, դա Սերժ Սարգսյանի համար չի, դա Վլադիմիր Գասպարյանի համար չի, նրանք անցողիկ են, մենք չենք ընդունում, կտան հրաժարական չի, մի վերջում մի օր գնալու են, բայց հասարակությունը ինքը նախ պետք է դաստիարակի ինքն իրան, ինքը պետք է ապրել օրենքներով, երեք կրկին ինչ որ խոսակցության ժամանակ մեզ համատում են Գերմանիայի հետ եւ ասում են երգիրը երգիր չի։ Մենք միշտ համատվում ենք եվրոպական ամենազարգացած երկրների հետ։ Նախ ինքդ քո մեջ եղի գերմանացու, հա, կարգապահությամբ։ Գիտեք, գերմանացիները ինչպես են աշխատում։ Մենք գնում ենք հիմնարկներում, Facebook-ներով ու ադնակլասնիկներով ժամանակ ենք սպանում, որ մի կերպ ժամը 6-ը գա գնանք տուն։ Այդ Գերմանիաներում մարդիկ տարիներ շարունակ այնտեղ հնարավոր չէ, նույնիսկ բանվորը ընդմիջման ժամին իրանք չունի սիգարետ կպցնելու։ Միայն հա, ընդմիջման ժամին, մնացած ժամը ինչի մասին է խոսքը։ Մենք երբեք մեր քաշային երկրների հետ չենք համեմատվում։ Դա միանշանակ է։ Նախ ինքդ քո մեջ դաստիարակի պետական մտածողություն, որ այո, ես գնում եմ աշխարհ, ես լրագրող եմ, ես պարտավոր եմ լինել բարեխիղճ, ես բժիշկ եմ, այդ որակով դու երբեք Սերժ Սարգսյանը չէ, չգիտեմ, ում ուզում Հիսուս Քրիստոսն էլ մի հրաշքով հայտնվի Հայաստանի իշխանության ղեկին, այս պայմաններում ոչ մի բան մեկա չի փոխվելու։ Ես կոչ եմ անում ոչ թե իհարկե իշխանապողությունը օրակարգում է, դրա մասին չի խոսքը, բայց կոչ եմ անում այս պահին ավելի շատ հասարակական մտքի արժեքների փոփոխության, բայց մենք մեզ փոխենք, որովհետև առաջի խախտումանողներից մեկը այս հասարակության մեջ ես եմ։ Եթե ես չեմ փոխվել, եթե ես այս պետության համար պիտանի քաղաքացի դեռևս չեմ, ես իրավունք չունեմ այս պետության մեջ մեծ բաներ փրթելու եւ չգիտեմ հրաժարականներ պահանջելու։ Մի հարցելու արդեն ամփոփենք, պարոն Բաբաջանյան, ամեն դեպքում տեսնում եք ինչ որ մի փոքրիկ այսպես կանաչ օազիսային կետ, որտեղից կարելի է սկսել, որտեղ կարելի է հավաքագրվել, այսպես ասեմ։ Ինչ որ մի բան ամեն դեպքում ինչ որ ստարտը տալ։ Գիտեք, ձեր ռադիոկայանը այդ օազիսներից մեկն է։ Եթե ես հնարավորություն ունեմ բարձրաձայնել բաներ, որոնք հա կարծրատիպերից դուրս են եւ ինձ չեն արգելում ձեր ռադիոկայանի եթերում, չեն վախենում, որ կոմենտչիները կհարցակվեն ձեր վրա եւ լուտանքներ շահ կտան, ուրեմն օազիսային կետ կա բնականաբար։ Այնպես չի, որ այս հասարակությունը մեռած է։ Այնպես չի, որ այս հասարակությունը առողջանալու շանսեր չունի։ Բայց այնպես է, որ մենք պետք է թեկուզ սուր
թեկուզ մեր վրա վերցնելով այդ լուտանքները, թեկուզ մեր վրա վերցնելով այդ քննադատությունները, փորձենք այլ կարծիք, հա, ասել։ Ես չեմ ասում ես ճիշտ եմ, միգուցե ես ասում եմ ամենավատ կարծիքը, բայց դիալոգ գոնե պետք է սկսել։ Լսելու ունակություն, այո, լսել, խոսալ, ասել, մեր որ ես ինձ համարում եմ adekvat մարդ կամ իմ ընկերները ինձ համարում են adekvat, դա չի նշանակում որ ես բացարձակ adekvat եմ։ Բացարձակ ճշմարտություններ չկան այս աշխարհում։ Այս աշխարհում գոյություն ունի, հա, հստակ պետք է հասարակությունը ինքը իր մեջ գնա դիալոգի, ինքը իրեն դաստիարակի, որի պոտենցիալը իհարկե ունենք, որ պոտենցիալը։ Ես շատ լավ օրինակ կբերեմ, երբ իմ անձնական կյանքից, երբ որ ես պատգամավորության տեխնացու էի, իմ մրցակիցները Հրանտ Վարդանյանը իրենց գործադիր տնօրենով երջանկայիշատակ, Վարդանյանը իր որդին ու գործադիր տնօրենին են առաջադրել, իրենք ասեմ, անկեղծ պիտի լինեմ, իրենց տեղի ժողովուրդը սիրում էր, իրենց որտեղ իրենք ինչ որ քայլեր էին կատարել բարեգործական, անկախ նրանից ինչքանով է իմ կողմից դա ընդունելի կամ չէ, այդ սիրո պայմաններում բնականաբար հայկական ավանդական ընտրությունների հա բանաձևի մեջ անձնագրերով գնալ գումար ստանալ բան այդ ամեն ինչ բնականաբար եղել է, բայց այդ պայմաններում ես հավաքեցի շատ պատկառելի տիպ, այսինքն կա հասարակության մեջ մի կորիզ, որին չհետաքրեց եւ չեմ բացառում որ կա մի մասն որը նրանց ընտրեց ոչ թե ինչ որ ակնկալիքներ ունենալով, այլ ես ավելի արժեքավոր չէի քան նրանք։ Դիալոգի կետեր, շփման կետեր հասարակության հետ կա, որը պետք է զարգացնել, պետք է պատրաստ լինել, տեսեք, ես երբ որ առաջադրվեցի, ինքս ոչ փորձառու, հա, քաղաքականության մեջ այն ինչ որ փոքրիկ ավականու ընտրություններ հաղթած, բայց երբ գնացի, խոսեցի մարդկանց հետ գյուղերում, այս նույն ոճով երբեք առանց խաբելու, առանց ժողովուրդ անունը տալու, մարդիկ հասկացան, ընկալեցին եւ հազարավորները գնացին քվեարկեցին։ Ինքը երբ կարողանանք մենք հասարակության հետ այսպես հասարակական կարծիք թելադրող մարդիկ ճիշտ դիալոգի գան, աստիճանաբար քարոզեն, որ մենք ինքներս պիտի փոխվենք, որովհետև սա մեր պետությունն է, մեր երեխաները այստեղ են ապրելու։ Երբ հասանք այդ կետին, վստահ եղեք, որ adekvat զանգվածը Հայաստանում կգա իշխանության եւ իշխանության որակը կփոխվի։ Ճիշտ առաջարկ ձևավորենք։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար, պարոն Բաբաջանյան, հետաքրքիր զրույց էր։ Այսքանն էր հարգելի ռադիոլսողներ, դուք լսում եք Թարմ ուղեղով հաղորդաշարը, տաղավարում աշխատեց Սաթեն Միքայելյանը, իսկ Թարմ ուղեղով զրուցակիցս քաղաքագետ Օրեր AM եւ Վիդեոլուր AM լրատվական կայքերի հիմնադիր տնօրեն Վարուժան Բաբաջանյանն էր։